Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ձեզ համար պատրաստել եմ առաջադրանքներ 596-ից 604-ը 10, 67, 68 մնացորդով եւ առանց մնացորդի բաժանում 10-ի, 100-ի եւ 1000-ի թեմայից։ Եկեք միասին սկսենք այս առաջադրանքները։ Ահա 596-ը առաջադրանքը բանավոր է, բայց մենք գրառման տեսքով կանդրադառնանք լուծման ընթացքին։ Հիմա Աշոտի մոտ 50 դրամանոց մետաղադրամներ են, իսկ Կարենի մոտ նույն քանակով 20 դրամանոցներ։ Այդ ամբողջ գումարով նրան գնեցին Քրիստինե Նյոստլինգերի Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան գիրքը, որն արժեր 2800 դրամ։ Նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ուներ։ Գրենք ինչ է տրված, ինչ է պահանջվում։ Հանենք տրված է։ Փորձենք համառոտ տեսքով ներկայացնել առաջադրանքը։ Աշոտը ունի 50 դրամանոցներ, գրենք այստեղ ուղղակի Աշոտը ունի 50 դրամանոցներ, կամ կարող ենք գրել ուղղակի 50 դրամանոց մետաղադրամներ։ Կարենը նույն քանակի 20 դրամանոց մետաղադրամներ։ Ահա։ Այդ ամբողջ գումարով նրանք գնեցին, ուղղակի այստեղ ամեն անգամ գրքի այդ հեղինակի կամ գրքի ընդհանուր անունը չասելու համար ուղղակի գրենք գնեցին ուղղակի մի հատ գիրք, հա։ Գրենք որ նրանք գնեցին միասին գիրք, որն արժեր 2800 դրամ։ Նրանք միասին գնեցին 2800 դրամով գրենք ուղղակի գիրք, կամ կարող են գրել նրանք միասին գնեցին գիրք, որն արժեր 2800 դրամ։ Ահա։ Հիմա պետք է գտնենք, այստեղ առանձնացնենք տրվածը պահանջվողից։ Գտնել։ Նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ուներ։ Ահա։ Հիմա եկեք այստեղ հասկանանք։ Աշոտի մոտ եղել է 50 դրամանոց մետաղադրամներ, Կարենի մոտ 20 դրամանոց մետաղադրամներ։ Սկզբում մենք մետաղադրամների քանակը չգիտենք, այսինքն չգիտենք թե ամեն մեկի մոտ քանի հատ մետաղադրամ է եղել։ Բայց մենք գիտենք, որ նրանք վճարել են միևնույն քանակի մետաղադրամներ եւ երկուսով միասին վճարել են 2800 դրամ։ Հիմա եթե այստեղ գրենք Աշոտ, այստեղ էլ կողքը գրենք ուղղակի Կարեն, ու նշենք, եթե այստեղ Աշոտը իր մոտ եղած գումարներից, մետաղադրամներից, հա, հատկացել է 1 հատ մետաղադրամ, այսինքն տվել է 50 դրամ, հա, իսկ Կարենը եւս 1 հատ մետաղադրամ, այսինքն նույն քանակի մետաղադրամներ են նրանք տվել, երկուսով միասին տված կլինեին մեկ մետաղադրամի դեպքում 70 դրամ։
Այստեղ ուղղակի ուշադրություն դարձրեք, ահա։ Այս ուղղակի, եթե ամեն մեկը հատկացնեն ընդամենը 1 մետաղադրամ։ Միասին կլներ այստեղ կողք գրենք 70 դրամ։ Սա որպես նշում կարող եք ձեզ համար սևագության թղթի վրա գրել, որպեսզի հասկանաք լուծման ընթացքը։ Հիմա եթե Աշոտը եւս տար 1 մետաղադրամ, դրան կգումարեր Կարենը իր կողմից ունեցած մետաղադրամից եւս 1։ Նորից 20 դրամանոց մետաղադրամ։ Մենք տեսնում ենք, որ ամեն անգամ նրանք տալիս են եւս 1 մետաղադրամ, հատկացնելու դեպքում միասին տալիս են 70 դրամ իրենց ունեցած մետաղադրամներով։ Այսպես կարելի անընդհատ շարունակել մինչև որ հասնենք ընդհանուր գումարը, ես 70 դրամներով հավաքվող գումարը հասնի 2800-ի։ Ահա։ Մենք ինչ ենք տեսնում, որ այս 2800 դրամը նրանք վճարել են 70 դրամով կազմվող մետաղադրամներից։ Որպես իմանանք ընդհանուր մետաղադրամների քանակը, պետք է 2800-ը բաժանենք այս 70 դրամների, որպես տեսնենք, թե քանի հատ ամեն մեկը քանի հատ մետաղադրամ է տվել։ Հարցը հենց այդպես էլ կձևակերպենք։ Այստեղ հասկանալի է, չէ՞։ Մենք նշեցինք, որ ամեն մեկը տալիս է 1 մետաղադրամ, այդ դեպքում ստացվում է 70 դրամի մետաղադրամ։ Որպես իմանանք, թե 2800 դրամը ինչպես է ձևավորվել, այսինքն ինչպես է կազմվել 2800 դրամը, մենք պետք է 2800-ը բաժանենք 70 դրամների, որպես տեսնենք, թե ամեն մեկը նրանցից քանի հատ մետաղադրամ է տվել։ Գնենք առաջի հարցը, այստեղ նշումները կարող ենք սասևագության թղթից ուղղակի ջնջել այսպես եւ կազմել հենց առաջի հարցադրումը։ Քանի հատ 70 դրամի մետաղադրամ են վճարել 2800 դրամանոց գիրքը գնելու համար։ Հենց այդպես էլ գրենք հարցը։ Քանի հատ 70 դրամի մետաղադրամ են վճարել մետաղադրամ է վճարել նրանցից յուրաքանչյուրը կամ կարող ենք այսպես գրել քանի հատ 70 դրամի մետաղադրամ է վճարվել 2800 դրամանոց գիրք գնելու համար։ Ահա։ 2800-ը բնականաբար կբաժանենք 70-ի։ Կստացվի 40։ Այսինքն մենք տեսանք, որ 40 հատ մետաղադրամ է վճարել նրանցից ամեն մեկը, որպեսզի ընդ երկուսով միասին կարողանան իրենց մոտ եղած մետաղադրամներով գնել տրված գիրքը։ Սա գրենք 40 փակագծում հատ։ Հիմա երկրորդ հարցով արդեն կարող ենք պարզել, թե նրանցից ամեն մեկի մոտ որքան գումար էր եղել։ Երկրորդ հարցը կլինի հենց առաջադրանքի պահանջը, այսինքն նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ուներ։ Ահա։ Դե եթե ամեն մեկը 40 հատ մետաղադրամ է տվել գումարը գիրքը գնելու համար, եւ գիտենք, որ Աշոտի մոտ եղել են 50 դրամանոցներ, իսկ Կարենի մոտ 20 դրամանոցներ, այսպիսով կարող ենք կազմել հաշվել Աշոտի համար, գրենք այստեղ Աշոտ, եւ կողքը գրել մետաղադրամների քանակը, այսինքն 40 անգամ իր մոտ եղած մետաղադրամների թիվը, այսինքն եթե 50 դրամանոցներ եղել, ուրեմն կգրենք 40 անգամ 50։ Հավասար է 40-ը որ 50-ով բազմապատկենք, կստացվի 2000։ Այսինքն 2000 դրամ եղել է Աշոտի մոտ։ Նույն ձևով էլ կկազմենք արդեն Կարենի համար։ Կգրենք այստեղ Կարեն։ Քանակը մետաղադրամների նորից նույնպես հավասար է եղել, այսինքն 40 հատ, քանի որ նույն քանակի մետաղադրամներ են նրանք վճարել, բայց նշենք, որ Կարենի մոտ եղել արդեն ոչ թե 50, այլ 20 դրամանոց մետաղադրամներ։ Այսինքն 40-ը պետք է բազմապատկել 20-ով։ Այսպիսով կստանանք 800 դրամ։
Այսպիսով կարող ենք ասել, որ Աշոտի մոտ եղել է 2000 դրամ, իսկ Կարենի մոտ եղել է 800 դրամ։ Եվ եթե երկուսն իրար գումարենք վերջում, 2000-ին գումարենք 800, կստացվի 2800, որքան էլ արժեցել է հենց տվյալ գիրքը։ Գրենք պատասխան։ Աշոտի մոտ եղել է, այստեղ ուղղակի կողքը գրենք կարճ, Աշոտ, փակագծում կողքը գրենք 2000 դրամ եւ Կարեն 800 դրամ։ Ահա։ Սա էլ կներ հենց առաջադրանքի պատասխանը։ Հուսով եմ այստեղ բարձ եւ հասկանալի, եթե դուք առաջադրանքի հարցադրումները կամ համառոտագրությունը գրում եք այլ ձևով, այլ տեսքով, խնդրեմ կարող եք գրել։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ցանկացած առաջադրանք ունի մեկից ավելի լուծման տարբերակներ։ Ես իմ կողմից առաջարկում եմ ընդհանրապես լուծման մեկ տարբերակ։ Հիմա ասենք 597-ին։ Նույնիսկ եկեք իջացնենք։ Ահա։ Պարկում կա 7 կարմիր, 12 կանաչ եւ 14 դեղին խնձոր։ Ան, ամենակիչը քանի խնձոր պետք է վերցնել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ Սա գրենք A։ Ահա։ Որպեսզի առաջադրանքը ավելի պարզ եւ պատկերավոր դարձնենք, կարող ենք այստեղ ուղղակի փորձել շրջանակների միջոցով պատկերել խնձորները, հա, կարող է այդքան էլ այստեղ գեղեցիկ չստացվի, բայց ամեն դեպքում հնարավորինս կփորձենք առաջադրանքը դարձնել ավելի պատկերավոր։ Վերցնենք խնձորների փոխարեն այստեղ ուղղակի վերցնենք շրջանակներ վերցնենք։ Ահա։ Կարմիր խնձորների համար կդնենք այստեղ փոքր շրջանակներ։ Մեկ, երկուս։ Սա տեսնում ենք, ունենք մենք, սա վերցրել ենք 7 հատ կարմիր, քանակը 7 կարմիր, ներքևում պատկերենք նույն ձևով կանաչ խնձորների համար, այստեղ մենք պատկերել ենք 12 հատ կանաչ խնձոր, 12 կանաչ, ինչպես նաև 14 դեղին խնձոր։ Սա կլինի 8, 12 և երկու հատ կպատկերենք։ Ահա, կողքը կգրենք 14 դեղին խնձոր։ Ահա։ Հիմա տեսնենք, պատասխանենք այս նշված հարցերին։ Գրենք A-ի համար, B-ի և G-ի համար։
Ամենակիչը քանի խնձոր պետք է վերցնել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ Ուշադրություն դարձրեք, եթե մենք օրինակ վերցնենք որևիցե մեկ պատահական խնձոր, այդ պատահական խնձորը կարող է լինել բնականաբար դեղին, կարող է լինել կանաչ կամ կարող է լինել կարմիր։ Այսինքն միանշանակ ասել, որ տվյալ խնձորը կլինի անպայման կարմիր կամ անպայման կանաչ կամ դեղին, մենք չենք կարող ասել։ Բայց կարող ենք փորձել գտնել այն նվազագույն քանակը, որը վերցնելու դեպքում կարող ենք համոզված ասել, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ Նման տեսակ առաջադրանքների համար խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձրեք հարցերի առաջադրման, այսինքն թե ինչպես են դրված հարցերը, շատ ուշադիր կարդացեք, քանի որ շատ ժամանակ հենց հարցի մեջ կարելի է գտնել տվյալ առաջադրանքի լուծման ընթացքը։ Այստեղ ուղղակի եկեք ընդգծենք այս հատվածը, համոզված լինելու որ դրանից գոնե մեկը դեղին է, այս հատվածին, գոնե մեկը դեղին է, այսքանը, ուշադիր եղեք, այս բառին, այս հատվածին։ Պարկում կա 7 կարմիր, 12 կանաչ և 14 դեղին խնձոր։ Որպեսզի իմանանք, որ գոնե մեկը դեղին է, այսինքն մենք պետք է պարկից վերցնենք ամենակիչը բոլոր կանաչ խնձորները, բոլոր կարմիր խնձորները և ևս մեկ խնձոր։ Այսինքն եթե այդ քանակի խնձոր վերցնենք, այսինքն 7 հատ, գումարած 12 հատ և ևս 1 հատ, ապա դրանցից գոնե մեկը անպայման կլինի դեղին։ Ինչու, եթե հիմա վերցնենք 7 կարմիր, 7 կանաչ, 12 կանաչ, միասին կլինի ընդամենը 19 խնձոր։ Այսինքն մեր վերցրած 19 խնձորը մինչև 19 խնձոր եթե մենք վերցնենք, հնարավոր է դրանց մեջ ոչ մի հատ դեղին չլինի։ Այո, կարող է լինել մեկը դրանց մեջ դեղին, 15-րդը լինի դեղին, հա, խառը վերցնելու դեպքում, բայց հնարավոր է, որ վերցրած 19 խնձորներից ոչ մեկը չլինի դեղին։ Այ ևս երբ որ մենք 1 խնձոր ավել, այսինքն 20 խնձոր վերցնենք, այնտեղ անպայման կլինի մեկը դեղին, քանի որ մենք կվերցնենք ամենակիչը բոլոր կանաչ խնձորները, բոլոր կարմիր խնձորները և ևս 1 խնձորը, որը անպայման կլինի դեղին, այսինքն պարկում էլ ուրիշ գույնի խնձոր չի մնա։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ ամենակիչը կամ գոնե 1 դեղին խնձոր վերցնելու համար պարկից պետք է վերցնել ամենակիչը 20 խնձոր, այո, այսինքն բոլոր կարմիրների քանակով, բոլոր կանաչների քանակով և ևս 1 հատ, այսինքն 7 գումարած 12 կլինի 19 և ևս 1 կլինի 20, կրենք այստեղ 20 խնձոր։ Ահա, կանք հաջորդը, B, ամենակիչը քանի խնձոր պետք է վերցնել, համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն գոնե 1 կանաչ և 1 կարմիր խնձոր։ Այստեղ ուշադրություն դարձրեք։ Ամենակիչը քանի խնձոր պետք է վերցնել, համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինի գոնե 1 կանաչ և 1 կարմիր խնձոր։ Հիմա նայեք, եթե մենք վերցնենք բոլոր դեղին խնձորները, այսինքն դեղին խնձորների քանակությամբ խնձորներ, վերցնենք այսինքն 14 խնձոր, այնտեղ դեռ կմնան կարմիր և կանաչ խնձորներ։ Եթե մենք վերցնենք միայն կարմիրի քանակությամբ, դրա մեջ կարող են և մեկը և մյուսը։ Բայց եթե մենք վերցնենք, հիմա նայեք, 27 խնձոր, այսինքն ինչի 27 խնձոր, վերցնենք բոլոր դեղինների քանակով, 14-ը, բոլոր կարմիր կանաչների քանակով և ևս 1 հատ, այսինքն դեղինները ամբողջովին ենք վերցնում, կանաչները ամբողջովին վերցնենք և ևս 1 հատ, մենք կունենանք ամենակիչը 1 կանաչ և 1 կարմիր խնձոր։ Ամենակիչը 1 կանաչ, այստեղ ուշադրություն դարձրեք, առաջադրանքի մեջ չի արգելվում վերցնել 1-ից ավելի կանաչ խնձոր։ Կարող է 2 կանաչ, 3, 4 եւ այլն, հա, բայց ամենակիչը 1 կանաչ պետք է վերցնել, գոնե 1 կանաչ։ Իսկ կարմիրի մասով նշված է, որ պետք է լինի 1 կարմիր խնձոր։ Հա, կարող է լինել այստեղ կանաչը մի քանի հատ ավել, բայց կարմիրից պետք է լինի ընդամենը 1 հատ, հա։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ մենք կվերցնենք ամբողջ դեղիների քանակով, այսինքն 14 խնձոր, ևս 12 խնձոր, կանաչները ամբողջովին և ևս 1 հատ։ Այդ դեպքում կունենանք գոնե 1 կանաչ, բնականաբար իրականում ավելի շատ կլինեն կանաչները, և 1 կարմիր, այսինքն այս ամբողջը և մի հատ
կարմիր։ Կնշանակի 12 կանաչ գումարած 14 դեղին եւ գումարած 1 կարմիր։ Կստացվի 27 խնձոր։ Ավելորդ նշումներ այստեղից ջնջենք։ Գրենք 27 խնձոր։ Այսինքն ենք դարձնում ըստ պահանջի։ Գոնե 1 կանաչ, անպայման 1-ը կլինի, ուշադիր եղեք, այստեղ չի նշում, որ անպայման 1 կանաչ, այսինքն գոնե 1-ը, կարող լինի 2 կանաչ, 3 եւ այլն։ Եվ պետք նշվում է, որ 1 կարմիր խնձոր, չի նշում գոնե 1 կարմիր։ Եվ գանք հիմա այլ արդեն գին։ Ամենակիչը քանի խնձոր պետք է վերցնել համոզված լինելու համար, որ դրանց մեջ բոլոր գույներից գոնե մեկական խնձոր կլինի։ Այս մեկը ավելի պարզ եւ հասկանալի է, որպեսզի ամեն մեկից գոնե մեկական կլինի, մենք կվերցնենք բոլոր դեղիների քանակով, բոլոր կանաչների քանակով եւ եւս 1 խնձոր, այսինքն ինչպես որ b-ի համար նախատեսված։ Ուղղակի այստեղ առաջադրանքը այլ ձևով է ներկայացնում։ Կնշանակի դեղիների քանակին գումարած կանաչների քանակը գումարած եւ եւս 1 հատ կարմիր։ Նորից կլինի այսինքն 27 խնձոր։ Ահա։ Սա կներ տվյալ առաջադրանքի լուծման ընդհանուր ընթացքը 597։ Հիմա ասենք 598-ին։ Գտիր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։ Եկեք նախ հիշենք, թե որն էր ամենափոքր քառանիշ թիվը, այսինքն այն թիվը, որը որ ամենափոքրն էր քառանիշ թվերի մեջ։ Դա կլինի բնականաբար 1000։ Հիշենք ամենամեծ եռանիշ թիվը 999-ն էր, դրանից որ 1 գումարում ենք, ստացվում է քառանիշ թիվ, որը կլինի ամենափոքրը, որ կազմված է նույն 4 նիշերից, այսինքն կլինի 1001 եւ 3-0։ Ահա։ Հիմա տեսեք, գտեք այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։ Վերցնենք ամեն մի թվի համար մի հատ փոքր կաղապար։ Պետք է հավասար լինի 1000-ի։ Թվերը պետք է լինեն իրար հավասար, հենց առաջի թիվ, երկրորդ կամ այստեղ հերթականություն նշանակություն չունի։ Իրար գումարելու դեպքում պետք է ստացվի ամենափոքր քառանիշ թիվը, այսինքն 1000։ Թիվը գտնելու համար այստեղ ուշադրություն դարձրեք, թվերը քանի որ իրար հավասար են, 5 հատ թիվներ իրար հավասար են, կնշանակի 1000-ը կարող ենք բաժանել 5-ի, որպեսզի գտնենք այդ առանձին հավասար թվերը։ Եվ միասին հիմա կատարենք, կգրենք 1000 բաժանած 5-ի, միանգամից կարող եք արդեն հասկանալ, կստացվի 200։ Հիմա եթե 5 առանձին թվերը, այսինքն 200-ները գումարենք իրար, ապա կստացվի բնականաբար 1000։ Այսինքն այստեղ ես մեծ դժվարություն չեմ տեսնում, պետք է որ շատ հեշտությամբ կարողանանք կատարել։ Գանք մյուսը 599։ Եկի վիճացնենք։ Ահա։ 8 լիտր տարողությամբ դույն ամբողջությամբ լցված է կաթով։ Կան նաև 5 լիտր եւ 3 լիտր տարողությամբ դատարկ ամալներ։ Ինչպես վերցնել 4 լիտր կաթ։ Նման տեսակ առաջադրանքներ մենք արդեն կատարել ենք, այստեղ եւս մեկ անգամ կկատարենք։ Վերցնենք այստեղ դույլերի համար նախատեսված փոքր վանդակներ։ Ահա։ Ավելի պատկերավոր դարձնենք այս ձևով։ Քիչ ավելի մեծ, այդտեղ կլինի 8 լիտրանոցը, 8 լիտր տարողությամբ, դույն ամբողջությամբ լցված է կաթով, կան նաև 5 լիտր եւ 3 լիտր տարողությամբ դատարկ ամաններ, սրանք պատկերենք։
Ահա։ Քանի որ այստեղ 5 լիտրանոց եւ 3 լիտրանոց ամանները դատարկ են, նրանք կգրենք այստեղ կողքը ուղղակի։ Սկզբում ունենք սա 8 լիտր տարողությամբ դույլն ամբողջովին լցված է կաթով, 5 լիտրանոց եւ 3 լիտրանոց ամանները դատարկ են։ Այստեղ կնշանակենք, որ մեր ունեցած տվյալներն հենց այս քայլի մեջ։ Այսինքն սա մեր սկզբնական դիրքն է, որտեղից որ շարժվում ենք լուծման ընթացքում։ Առանձնացնենք սա։ Հիմա տեսնենք ինչ պետք է անենք։ Մեզ անհրաժեշտ է վերցնել 4 լիտր կաթ 5 լիտր եւ 3 լիտր տարողությամբ դատարկ դույլերի օգնությամբ 8 լիտր ընդհանուր կաթից։ Ինչ պետք է անենք։ Մեր ունեցած այս 8 լիտր կաթից մենք կլցնենք 5 լիտր դույլի մեջ ամբողջովին։ Այստեղ մի հատ փոքր սլակ նշենք։ Այս նույնությամբ մի քանի հատ այստեղ նշեմ։ Քանի որ մի քանի քայլ մեզ պետք է գալու, սրանք կողքերս անմիջապես կնշեմ։ Ընթացքում նրանց կանդրադառնանք։ Ութ լիտր կաթից ամբողջությամբ կլցնենք 5 լիտր տարողությամբ ամանը։ Այստեղ կգրենք 5 լիտր, այսինքն ամբողջությամբ լցվելու դեպքում բնականաբար 8 լիտր դույլի մեջ կմնա 3 լիտր։ Այստեղ կգրենք 3 լիտր։ 3 լիտրանոցը հələ որ սկզբնական շրջանում կթողանք նույն ձևով, հա? Այսինքն դատարկ կթողանք առաջի քայլին։ Կարող ենք նաև քայլերի համար այստեղ առանձնացնել։ Ես փորձում եմ այստեղ հնարավորինս պատկերավոր դարձնել։ Եթե դուք ուզում եք առանց նշումների, ուղղակի 3-ից ենթադրենք այստեղ, մեկից մյուսը կարող եք շատ հանգիստ սլակներով արագ գրել։ Ես այստեղ փորձում եմ բոլորի համար հասկանալի ձևով ներկայացնել առաջադրանքի լուծումը։ Առաջին քայլով, այսինքն 8 լիտրից մենք ամբողջովին լցեցինք 5 լիտրանոց ամանը կաթով, 8 լիտրանոցի մեջ կմնա 3 լիտր, 5 լիտրանոց ամբողջությամբ կլցվի եւ 3 լիտրանոցը կլինի առայժմ դատարկ։ Հիմա երկրորդ քայլին 3 լիտր, այստեղ 5 լիտրանոցից 3 լիտր կլցնենք 3 լիտրանոց այս ամանի մեջ։ Այստեղ կրենք սլակով։ Այստեղ կլինի 3 լիտր ամբողջովին կլցվի։ Այդ բaragայում արդեն մենք կունենանք, որ 5 լիտրանոցի մեջ կմնա ընդամենը 2 լիտր։ Իսկ 8 լիտրանոցի մեջ կշարունակի մնա 3 լիտր։ Սա մեր երկրորդ քայլն էր։ Երրորդ քայլին ուշադրություն դարձրեք 3 լիտրանոց ամանից կաթը կդատարկենք 8 լիտրանոց ամանի մեջ ամբողջովին։ Այստեղ սլակով կանք այստեղ քիչ
ավելի պարզ ձևով ներկայացնենք, ահա։ Քանի որ 8 լիտրանոցի մեջ կար եւս 3 լիտր, 3 լիտրել որ 3 լիտրանոցից լցնենք, արդեն 8 լիտրանոցի մեջ կլինի 6 լիտր։ Ահա, այստեղ կլինի նույնությամբ 3 լիտրանոցը դատարկ կլինի, դրա համար այստեղ ոչ իման չենք գրի, 2 լիտրանոցը առայժմ նույնությամբ կմնա նույն ձևով։ Սրանցից մենք նորից մեզ պետք է այստեղ վերցնենք, համաներ որպեսզի պարզ ձևով պատկերենք։ Այսինքն սա մեր երրորդ քայլն էր, այստեղ չորրորդը կլինի։ Ահա, հատել էստեղ, առանձնացնենք, այսինքն երրորդ քայլի մեջ մենք ունենում ենք, որ 8 լիտրանոցի մեջ լինում է 6 լիտր, 5 լիտրանոցի մեջ լինում է 2 լիտր, այդ 3 լիտրանոցը լինում է դատարկ, այստեղ կաթ չի լինում։ Չորրորդ քայլով, հիմա այս 5 լիտրանոցի 2 լիտր կաթը կլցնենք 3 լիտրանոցի մեջ։ Այստեղ։ Այստեղ կլինի այսինքն 2 լիտր, 2 լիտրանոցը կլինի դատարկ, ոչ թե 2 լիտրանոց, այլ 5 լիտրանոցը կլինի դատարկ, այստեղ ոչինչ չի լինի, 8 լիտրանոցի մեջ շարունակի մնա առայժմ 6 լիտր։ Սա չորրորդ քայլն էր։ Հինգերորդ քայլին 8 լիտրանոցից, որի մեջ կա արդեն 6 լիտր կաթ, մենք ամբողջովին կլցնենք 5 լիտրանոցի մեջ։ Այստեղ։ Ահա։ Այստեղ կմնա արդեն 5 լիտր կաթ։ 8 լիտրանոցի մեջ կլինի 1 լիտր, իսկ 3 լիտրանոցի մեջ կշարունակի նույն ձևով մնալ 2 լիտրը։ Ահա։ Եվ արդեն 6-րդ քայլին մեր ունեցած էս 5 լիտրանոց ամանից, որի մեջ արդեն 5 լիտր կաթ է, 1 լիտրը կլցնենք 3 լիտրանոցի մեջ, քանի որ 3 լիտրանոցի մեջ արդեն իսկ կար 2 լիտր, այսինքն այնտեղ կարող ենք լցնել ընդամենը 1 լիտր ավելացնել, չէ՞, երկուսը կար, մեկն էլ կավելացնենք։ Կմնա այստեղ 3 լիտր, 5 լիտրանոցի մեջ կմնա 4 լիտր, իսկ 8 լիտրանոցի մեջ կշարունակի մնա 1 լիտրը։ Ահա։
Ինչպես տեսնում ենք, մեզ անհրաժեշտ էր 5 լիտր եւ 3 լիտր ամաններով 8 լիտրանոց ամանից վերցնել 4 լիտր կաթ։ Ինչպես կտեսնեք, այստեղ 5 լիտրանոց ամանի մեջ, այսինքն 6-րդ քայլում մնում է 4 լիտր կաթ։ Սա էլ կլինի հենց առաջադրանքի պահանջը։ Այսպիսով մենք վերցրեցինք 5 լիտրանոցի մեջ 4 լիտր կաթ։ Հուսով եմ այստեղ նույնպես պարզ եւ հասկանալի է։ Կարող եք սեղմել ընդմիջում, նայել թե սլակներով ինչպես եմ ես որ մի ամանից որ մյուսը տեղափոխել լցել կաթը, հա, այսինքն տեղափոխել եւ այսպեսով քայլի հերթականությամբ կարող եք դուք ինքներդ էլ գաք եւ հանգել այս եզրակացության, այս լուծման ընթացքին։ Ահա, այսպեսով վերջացինք նաեւ 599 համարի առաջադրանքը։ Հիմա անցնենք 600-ին։ Ահա Կբավարարի արդյոք 3 մետր երկարությամբ ժապավենը նվերների 30 սանտիմետր կողմով խորանարդաձև տուփը ըստ նկարի փաթեթավորելու համար։ Ահա, աջ կողմում պատկերված է խորանարդաձև տուփը, որի կողմի երկարությունը 30 սանտիմետր է, այսինքն այս մի կողմը, լավ ուրիշ գույնով վերցնենք, լավ կանաչ գույնով վերցնենք, որ երևա կապույտ ֆոնի վրա, այդքանը լավ չէ, դա վերցնենք ուղղակի հենց կարմիրով, հա, այսքանը։ Այսքանը։ Ես մի կողմը 30 սանտիմետր է։ Մյուս կողմերը նույնպես հավասար են իրար։ Քանի որ մենք ունենք խորանարդաձև տուփ, կնշանակի բոլոր կողմերը իրար հավասար են։ Հիմա նայեք, ժապավենը փաթաթված է խորանարդաձև տուփի այս մի կողմով, այնտեղ անցնում է տուփի տակի մասով, հետո հետևի մասով, հետո վերևի մասով։ Այսինքն տեսնում ենք տուփի ամբողջ 4 կողմերով էլ բացելու դեպքում մեզ անհրաժեշտ է լինում վերցնել 4 հատ կողմի երկարություն, ընդամենը մի ուղղությամբ։ Այս մի ուղղությամբ եթե վերցնենք, դեռ սլակներով փորձում եմ ցույց տալ ժապավենի պտտման ուղղությունը, հա։ Ինչպես նաև նույնը պետք է անել հակառակ, մյուսնասճան անկյունով թեքելու դեպքում, այսինքն այս մի կողմով։ Ահա, այսա։ Այս մասին է խոսքը, այստեղ այդքան էլ պատկերումը լավ չստացվեց, եկեք մենք վերցնենք, ուղղակի մենք ինքներս պատկերենք խորանարդաձև տուփ, դրանով ավելի հեշտությամբ կարող ենք պատկերը ավելի տեսանելի դարձնել։ Որպեսզի այդ ոչ անմիջական տեսանելի կողմերը մենք կարողանանք նույնպես այստեղ ներկայացնել։ Վերցնենք մատիտով եւ գծենք մենք ինքներս։ Կետագծերով ներկայացնենք այն բոլոր այն կողմերը, որոնք որ անմիջապես այստեղ չեն երևում, հա, այս կողմերի մասին է խոսքը։ Ահա։ Հիմա տեսեք, ժապավենը տեղինով վերցնենք։
ժապավենով ձևավորել են խոհանարդաձև տուփը, այսպես որ այս մի կողմով անհրաժեշտ է եղել այս մի կողմ երկարության չափ ժապավեն այստեղ, մի հատ էլ այստեղ, հետո այստեղ եւ մի հատ էլ այստեղ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ քանի որ մեկ կողմի երկարությունը 30 սանտիմետր է, եւ խոհանարդի բոլոր կողմերի հավասար են, ընդհանրեն այս մեկ պտույտի համար անհրաժեշտ է եղել 4 հատ 30։ 4 անգամ 30 գումարած եւ մի հատ էլ մյուս կողմից, այս մեկը վերցնենք մի քիչ ավելի մուգ գույնով, հա։ Այսա։ Հետո այս մի կողմը։ Հետո սա եւ սա։ Գումարած եւս 4 անգամ 30 հավասար է 4 անգամ 30 կլինի 120, գումարած եւս 120, կլինենք այստեղ 120, գումարած 120 հավասար է 240 սանտիմետր։ Քանի որ այստեղ վերևի մասում ձևավորման համար եւս նույնպես ժապավենի անհրաժեշտ եղել, այսինքն մենք ասենք, որ ամենակիչը անհրաժեշտ է եղել 240 սանտիմետր երկարությամբ ժապավեն։ Դրանք ավելացեն նաև այնքան ժապավեն, որքան որ անհրաժեշտ է եղել այս վերևի ձևավորումը պատրաստելու համար։ Ահա։ Հիմա տեսեք։ Առաջադրանքի մեջ հարցնում է, կբավարարի արդյոք 3 մետր երկարությամբ ժապավենը։ Մենք ստացանք 240 սանտիմետր։ Մենք գիտենք, որ 3 մետրը իրենից կներկայացնի 300 սանտիմետր։ Քանի որ 3 մետրը ավելի մեծ է, քան 240 սանտիմետրը, բնականաբար կարող ենք ասել, որ կբավարարի։ 240 սանտիմետր անհրաժեշտ կլինի խոհանարդաձև տուփի կողմերով ժապավենը փաթաթելու համար, իսկ վերևում այս 60 սանտիմետրն մեզ անհրաժեշտ կլինի փոքր ձևավորումը կատարելու համար։ Ահա, ուրեմն կասենք, որ այո, կբավարարի։ Հիմա անցնենք 601-ին։ Սա պետք է որ էլ դժվարություն դուք չունենաք։ Տրված է 182035 թվի յուրաքանչյուր կարգ քանի կարգային միավոր է պարունակում։ Բերենք նախ տված թիվը 182035 Ահա։ Եվ մինչև առաջադրանքի այս առանձին, այսինքն լուծման ընթացքին անդառնալը, եկեք այստեղ վերհիշենք սկզբնական վիդեոների մեջ, ես որ տեղադրել եմ իմ ալիքի մեջ, մեկ դաս, որի մեջ նշել եմ, որ թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա։ Հիմա եթե մենք վերցնենք 182035 թիվը, առանձին թվանշաններ, որ տրված են իրենց կարգերում, օրինակ առաջի կարգում 5-ն է, երկրորդ կարգում 3-ը, երրորդում 0-ն եւ այդպես շարունակ, ցույց են տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավորներ կա։ Այսինքն կարգային միավորների քանակն է ցույց տալի ամեն մի թվանշան իր կարգում։ Մենք կարող ենք ասել, որ առաջին կարգում կամ միավորների կարգում կա 5 կարգային միավոր, այստեղ։ Ցլակով նշենք։ Միավորների կարգում կա 5 կարգային միավոր։ Մյուսը 3-ին անդրադառնանք։ Կարող ենք ասենք, որ տասնյակների կարգում կա 3 կարգային միավոր։ Ահա։
Զրոն ցույց է տալիս, որ արդեն հարյուրավորների կարգում կարգային միավոր չկա։ Մյուսը սենց անենք։ Հարյուրակների կարգում կարգային միավոր չկա։ Երկուսը ցույց է տալիս, որ հազարյակների կարգում կա երկու կարգային միավոր։ 8-ը ցույց է տալիս, որ 10 հազարյակների կարգում կա 8 կարգային միավոր եւ 1-ը ցույց է տալիս, որ 100 հազարյակների կարգում կա 1 կարգային միավոր։ Սրանք ես ուղղակի այստեղ արագ կգրեմ։ Մյուսը 8-ն գրենք։ Տաս հազարյակների կարգում կա 8 կարգային միավոր։ Եվ 1-ը ցույց է տալիս, որ 100 հազարյակների կարգում կա 1 միավոր։ Մեկ կարգային միավոր։ Այսպիսով վերջացին նաև 601 առաջադրանքը։ Հիմա անցնենք 602-ին։ Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։ Գրենք այստեղ Գոհար 12 տարեկան, եղբայրը, գրենք եղբայր, քանի որ 4 անգամ փոքր է նրանից, բնականաբար կլինի 12-ը բաժանած 4, այսինքն 3 տարեկան։ Հիմա այս հարցերը առանձին ստեղ գրենք, եթե օրինակ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Առաջի հարցի պատասխանը կգրենք ստեղ ներքևում։ Քանի տարով է եղբայրը փոքր Գոհարից։ Որպես իմանանք, բնականաբար 12-ից կախանենք 3, կնշանակի 9 տարով։ Մյուսը 6 տարի հետո Գոհարը քանի տարով մեծ կլինի եղբորից։ Այստեղ կարող եք հասկանալ միանշանակ, քանի որ կապ չունի, անցնի 6 տարի, 10 տարի, թե 20 կամ 30 տարի, նրանց միջև տարեքային տարբերությունը մնում է միևնույնն, այսինքն եթե 6 տարի հետո նորից Գոհարը իր եղբորից կլինի 9 տարով մեծ։ Այսինքն 6 տարի հետո Գոհարը կլինի, այսինքն 21 տարեկան, իսկ նրա եղբայրը կլինի 9 տարեկան։ Բնականաբար նորից
Ճիշտ ասացինք, մի վարքյան ստեղ ներողություն, ստեղ 6 տարի հետո, այո, գոհարը կլինի ոչ թե 21 տարեկան, ես սխալ հաշվեցի, 6 տարի հետո գոհարը կլինի 18 տարեկան, ահա, իսկ նրա եղբայրը կլինի 9 տարեկան։ Այսինքն նրանց միջև տարբերությունը նորից կլինի 9 տարեկան։ Մեկը կլինի 18, մյուսը կլինի 9։ Նորից 9 տարեկան, 9 տարով կլինի։ Քանի որ ժամանակը երկուսի համար գնում է նույն ձևով, բնականաբար նրանց միջև տարիքային տարբերությունը չի փոխվի։ Ես այստեղ մտքով արդեն առաջ էի անցել եւ գումարել էի 9։ Ահա, այսինքն կգրենք, քանի որ 6 տարի հետո էլ, քանի որ այսինքն նրանց տարիքային տարբերությունը մնում է միևնույնը, մենք կարող ենք ասել, որ 6 տարի հետո էլ նրանք կշարունակեն մեկը մյուսից լինել 9 տարով մեծ ու փոքր։ Ահա։ Երրորդը 6 տարի հետո գոհարը քանի անգամ մեծ կլինի եղբորից։ Դե ուշադրություն դարձրեք, հարցում է քանի անգամ եւ ոչ թե քանի տարով։ 6 տարի հետո գոհարը կլինի բնականաբար 18 տարեկան, իսկ նրա եղբայրը կլինի 9 տարեկան։ Իսկ 18-ը 9-ից կլինի արդեն 2 անգամ մեծ։ Գրենք ուղղակի 2 անգամ։ Եվ 4-րդ հարցը 15 տարի հետո եղբայրը քանի տարով փոքր կլինի գոհարից։ Ինչպես որ երկրորդի մեջ էր, այստեղ մենք կարող ենք ասել, ուզում է անցնի 15 տարի հետո, ուզում է անցնի 30 կամ 50 կամ 100 տարի հետո, նրանց միջև տարիքային տարբերությունը չի փոխվում։ Այսինքն նորից նրանք մեկը կլինեն մյուսից 9 տարով մեծ ու փոքր։ Այսինքն գոհարը կլինի իր եղբորից 9 տարով մեծ, իսկ նրա եղբայրը կշարունակի քրոջից փոքր լինել 9 տարով։ Գրենք 9 տարով։ Եթե ուզում եք դուք ինքնուրույն հաշվել, կարող եք հաշվել այսպես. 15 տարի կգումարենք քրոջ տարիքին եւ 15 տարի կգումարենք եղբոր տարիքին։ 15 տարի հետո գոհարը կլինի 27 տարեկան, իսկ եղբայրը կլինի արդեն 18 տարեկան։ Նորից տեսնում ենք, որ մեկը եթե 27 է, մեկը 18, այնտեղ կլինի տարբերություն նորից 9 տարով։ Ահա, այս էլ 602 առաջադրանք։ Այսինքն այստեղ երկրորդ եւ 4-րդ առաջադրանքները նույն ձևով են տրված։ Հիմա թե 16 տարի հետո, թե 15, թե 50 տարի հետո եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ նրանց միջև տարիքային տարբերությունը չի փոխվում, այսինքն մեկը մյուսից միշտ էլ մեծ ու փոքր է լինում 9 տարով։ Հիմա անցնենք 603 առաջադրանքին։ Ահա։ Տրված են 1, 2, 3, 4 եւ 5 գրության մեջ դիր գործողության նշաններ եւ փակագծեր այնպես, որ ստացած արտահայտության արժեքը լինի 84։ Նախ եկեք գրենք այս տրված թվերը 1 2 3 4 եւ 5 պետք է հավասար լինի 84-ի։ Այսինքն այս գրության մեջ մենք կարող ենք վերցնել օրինակ 1-ն ու 2-ը միասին վերցնել որպես 12։ Կարող ենք 1-ի ու 2-ի արանքում գրել գումարած, բազմապատկած, հանած եւ այլն։ Այսինքն տարբեր գործողության նշաններ եւ փակագծեր պետք է կիրառենք, որպեսզի արդյունքում ստացվի 84։ Նման տեսակի առաջադրանքներ լուծելու համար բնականաբար կարող եք ասել, պետք է փորձենք տարբեր տարբերակներ, հա, սկսենք նրանից, դե օրինակ վերցնենք 12 անգամ 3, հետո գումարենք 4 եւ այլն, այսինքն տարբեր քայլեր կարելի է այստեղ փորձարկել։ Բնականաբար այդ փորձարկման ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի երկար ժամանակ, որպեսզի գանք եւ հանգենք եզրակացությանը, թե որ դեպքում է որ ստացվում է արդյունքը ճիշտ 84։ Կարելի է լուծման տարբեր տարբերակներ փորձել, ես ինքս կառաջարկեմ ձեզ հետեւյալ տարբերակը։ Եկեք վերցնենք այստեղ 84 թիվը եւ վերլուծենք բարձ արտադրիչների։ Սևագրության թղթի վրա գրում ենք այստեղ կողքը 84 եւ վերլուծենք բարձ արտադրիչների, այստեղ փոքր այստեղ գիծ ենք քաշում բաժանման համար եւ վերցնենք այստեղ հենց 2, սկսենք 2-ից բաժանման համար, ամենափոքր թվից։ Բաժանման գործողության համար նախատեսված։ Բնականաբար ամենափոքր թվի գոյություն չունի, բայց ինչևէ կվերցնենք այստեղ 2-ը։ Ներքևից այստեղ գիծ ենք քաշում։ Հիմա 84-ը կբաժանենք 2-ի։ Կստացվի 42, 42-ը կգրենք այստեղ եւ շարունակում ենք փորձել։ Հիմա 2-ի վրա ենք փորձում, եթե չի բաժանում առանձնացորդ, հիմա վերցնում ենք հաջորդը 3, 4 եւ այդպես շարունակ։ Մինչեւ որ ներքևում ստանանք 1։ Հիմա 42-ը նորից կբաժանենք 2-ի, կստացվի 21։ Հիմա 21-ը 2-ի չի բաժանում, չէ՞, կվերցնենք հիմա էլ արդեն 3-ը։ 21-ը կբաժանենք 3-ի, կստացվի 7։ 7-ն արդեն կբաժանվի միայն 7-ի։ Ահա։ 7-ը բաժանած 7-ից այդտեղ կստացվի 1։
Հենց այդտեղ ստանում ենք 1, էլ չենք շարունակում։ Այսինքն մենք ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ 84-ը հավասար է այս թվերի արտադրյալին։ Այսինքն հավասար է 2 անգամ 2 անգամ 3 անգամ 7։ Ահա, հիմա տեսնենք, թե սա մեզ ինչ կտա։ Նա եկեք համոզվենք, որ ճիշտ ենք կատարել, քանի որ 2 անգամ 2 կլինի 4, 4 անգամ 3 կլինի 12, իսկ 12 անգամ 7 բնականաբար կստացվի 84։ Այսինքն նախ բաժ արտադրիչների վերացման գործողությունը մենք ճիշտ ենք կատարել։ Հիմա եկեք նաև այստեղ արտադրիչների հետ մի փոքր տեղափոխություններ կատարենք կամ ընդհանրացնենք։ Գրենք նաև 84-ը հավասար է, հիմա 2 անգամ 3 կարող ենք գրել այստեղ 4 անգամ 3 անգամ 7։ Կարող ենք նաև 84 ներկայացնել հետևյալ կերպ։ 84-ը հավասար է 12 անգամ 7 կամ 12 անգամ 7 հավասար է 84-ի։ Հիմա նայենք, մենք այստեղ արդեն ունենք 1 եւ 2 թվեր, այսինքն 12-ը մենք արդեն այստեղ ունենք։ Եկեք ներքևում ուղղակի գրենք այստեղ 12 անգամ 7 հավասար է 84-ի։ Ահա։ Հիմա նայենք, 1 եւ 2 թվերը վերևում ունենք, այստեղ ունենք 12։ Մենք կարող ենք այս 12-ը հենց այսպես վերցնել, այսինքն 1-ն ու 2-ը գրել իրար անմիջապես մոտ։ Ահա։ Հիմա եկեք փորձենք այստեղ գրել բազմապատման նշան, տեղադրենք բազմապատման նշան, եւ այս մյուս թվեր 3-ի, 4-ի եւ 5-ի օգնությամբ ստանանք 7։ Այսինքն ինչպես կարելի անել։ Կարող ենք օրինակ 3-ը եւ 4-ը նախ բազմապատկել իրար հետ։ 3-ն ու 4-ը որ բազմապատկեն, այսինքն ուշադրություն դարձրեք մենակ այս հատվածին, կստացվի 12։ Բայց մենք ունենք նաև 5։ Եթե հիմա 12-ից էլ 5-ը հանենք, կստացվի 7։ Դրա համար մենք կգրենք այստեղ 3 անգամ 4 կլինի 12, եւ այս գործողությունից, որպեսզի անմիջապես հետո հանենք 5, սա պետք է վերցնենք փակագծի մեջ եւ հանենք 5։ Որպեսզի հերթականությունը այստեղ մեր ուզած ձևով դասավորվի, մենք կարող ենք նախ վերցնել երկրորդ փակագիծը 5-ի հետ միասին եւ դնել այս ձևով։ Գործողության նշանների եւ փակագծի տվյալ կիրառման ժամանակ անհրաժեշտ է լուծել առաջին հերթին ներսի փակագծի գործողությունը, այսինքն հաշվել 3 անգամ 4 կստացվի 12։ 12-ից կհանենք 5 կստացվի 7, այնուհետև այդ 7-ը կբազմապատկենք 12-ով։ Այստեղ ես մի քիչ ներքև տանեմ։ Այսինքն այստեղ մենք ստանում ենք 7։ Բազմապատկում ենք 12-ով եւ կստացվի 84։ Հա, սա էլ կլիներ իմ կողմից առաջարկված այս առաջադրանքի լուծման ընթացքը։ Ահա։ Իմացնենք վերջին առաջադրանքին 604-ին։ Պատկերն արտագծի տետրի մեջ գրառիր 3 ուղիղ, 2 բութ, 1 փռված եւ 4 սուր անկյուններ A եւ B-ի համար։ Գրենք այստեղ A-ի համար, դուք կարող եք ինքնուրույն նույնությամբ գծել ձեր տետրի մեջ։ Եվ մինչև այս առաջադրանքի, այսինքն այդ անկյունները գրելուն, նախ եկեք վերհիշենք, որն էր կոչվում սուր անկյուն, որը ուղիղ, որը բութ եւ որը փռված անկյուն։ Հիշենք, որ անկյունները մինչև 90 աստիճանը անվանում ենք, այսինքն 0-ից 90 աստիճանը անվանում ենք սուր անկյուն, հենց 90 աստիճանի անկյունը անվանում ենք ուղիղ անկյուն, 90 աստիճանից մինչև 180 աստիճանը անվանում ենք բութ անկյուն, իսկ հենց արդեն 180 աստիճանի անկյունը անվանում ենք փռված անկյուն։ Քանի որ մենք արդեն ըստ անկյունների նշեցինք անկյունների դասակարգումը, եկեք այստեղ հերթով գրենք։ Օրինակ, պետք է գրենք այստեղ 3 ուղիղ, գրենք այստեղ 3 ուղիղ անկյուն, 3 ուղիղ անկյուններ, կամ 3 ուղիղ անկյուններ են, Ai համար, որոնք կլինի 3 ուղիղ անկյունները, կարող ենք կարդալ այսպես C, O, D, այս անկյան մասին է խոսքը, այս սա, այսինքն այստեղից, չէ՞ այստեղ, տեսնում եք այստեղ հենց 90 աստիճան է, գրենք C, O, D-ն, անկյան համար կվերցնենք այս փոքր անկյան նշանը, այս փոքր նշումով, հա, սա կլինի անկյուն C, O, D-ն,
Ահա։ Մյուս ուղղանկյունը կլինի անկյուն BON, այս է, անկյուն BON, և մյուս ուղղանկյունն էլ կլինի անկյուն AOC-ն։ Ահա։ Հիմա էլ նշենք բութ անկյունները։ Երկու բութ անկյուններ են։ Կվերցնենք այստեղից BOD-ն, անկյուն BOD-ն և անկյուն AON, այս է մասնախոսքը։ Հիմա գրենք մեկ փռված անկյունը, մեկ փռված անկյուն, փռված անկյունը կլինի AOD-ն, այս է 180 աստիճանի անկյուն է, և 4 սուր անկյուններն են, EOD-ն, անկյուն EOD-ն, CON, այս մեկը, BOC-ն, այս մյուսը, և AOB-ն, այս մեկը, և անկյուն AOB-ն։ Սա I համար, մի հատ գրենք այս նույնը B-ի համար, որպես ես տեքստային մասի նույնությամբ չգրեմ, սա ես կվերցնեմ նույն ձևով։ Հիմա գենք երեք ուղղանկյուններ են, BOD-ն, սա, անկյուն BOD-ն, մյուսը NOC-ն, անկյուն NOC-ն, և AOB-ն, այս մեկը։ AOB-ն։ Մյուսը երկու բութ անկյուններն են, NOD-ն, այս մեկը, և կարդանք մյուսը AOC-ն, այս է։ Մեկ փռված անկյունն արդեն կլինի AOD-ն, այս է, և 4 սուր անկյուններն են, COD-ն, այս է, մյուսը BOC-ն, այս մյուսը,
NO-B-ն սա եւ անկյուն RON-ը այսան RON-ը Սպիսով նշեցինք նաև 4 սուր անկյունները։ Այստեղ եկեք միած շատ կարևոր հարցի ուշադրություն դարձնենք։ Հանդիպում են գրականության մեջ անկյունները կարդալու նաև այլ եղանակներ։ Կան գրականություններ, հիմնականում հայկական գրականությունների մեջ ես հանդիպել եմ, որ անկյունները կարդում են ժամսլաքի հակառակ ուղղությամբ, այսինքն այս հերթականությամբ։ Հիմա եթե մենք վերցնենք այս անկյունը, այսքանը, այս անկյունը կարդում են շատ դեպքերում, այսինքն հայկական գրականություններում շատ դեպքերում հանդիպեն այսպես անկյուն COD։ Իսկ արտասահմանյան գրականությունների մեջ այս անկյունը կարդում են որ հակառակ, այսինքն ժամսլաքի ուղղությամբ, այսպիսի հերթականությամբ։ Այսինքն անկյունը կարդում են այսպես DOB։ Հիմա եթե մենք վերցնենք երկու գրարման ձևերը համեմատենք, կառաջանան այստեղ հակասություններ։ Ինչի համար հակասություն առաջանում, քանի որ մի դեպքում ասում ենք, որ COD անկյունը այստեղ սուր անկյունն է, որ ես նշել եմ, բայց միևնույն տրամաբանությամբ, եթե մենք կարդանք անկյունը հակառակ տրամաբանությամբ, այսինքն կարդանք որպես DOB, մենք կարդանք, այսինքն դրան 360 աստիճանից հանած սուր անկյուն, այս անկյունը կկարդանք։ Ահա, տեսնում եք, որը ավելի մեծ է, քան փռված անկյունը։ Քանի որ կան երկու գրարման ձևերն էլ, ուշադրություն դարձրեք ձեր դասագրքերին։ Եթե ձեր դասագրքում բերված է ժամսլաքին հակառակ կարդացման ուղղությունը, այսինքն մեր նշած կապույտով անկյունը, որ ես գրել եմ որպես COD, ուրեմն բոլոր անկյունները դուք կարդացեք միևնույն տրամաբանությամբ, այսինքն այնպես, ինչպես որ պահանջում է ձեր դասագրքում կամ ինչպես կպահանջի ձեր ուսուցիչը դպրոցում։ Բայց նաև չզարմանաք, որ շատ գրականությունների մեջ անկյունները կարդան նաև ժամսլաքի ուղղությամբ։ Այսինքն, այնպես ինչպես որ աջ մասում ես ներկայացրեցի։ Այսինքն երկու դեպքում էլ լինում են։ Միանշանակ պնդել, թե մեկը ճիշտ է, մյուսը սխալ, ես դրա կողմնակիցը չեմ, քանի որ ամենքն ունեն իրենց առավելությունը եւ իրենց թերությունները, ուստի ուշադրություն դարձրեք տրված դասագրքում, թե ինչ ուղղությամբ է կարդացում անկյունները, այսինքն եթե խոսքը գնում է սուր անկյան մասին COD-ի, այսինքն մենք կարող ենք ասել, որ ընտրված է մի տարբերակը։ Եթե ասում է սուր անկյուն DOC-ն, այսինքն ընտրվում է մյուս տարբերակը։ Սա էլ անկյունների կարդացման վերաբերյալ, որ ուզում եմ անպայման ձեզ տեղեկացնել։ Ճնջենք եւ թողանք այն տարբերակը, որ հիմնականում հանդիպում են հայկական գրականության մեջ։ Այսօր համար ես պատրաստել այսքան առաջադրանքները 604-ը, մինչև մենք կհանդիպենք մեր հաջորդ ժամին։ Անպայման բաժանորդագրվեք, եթե դեռ չեք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողանաք վիդեոները։ Ես հնարավորինս ժամանակ ունենալու դեպքում պատրաստեմ եւ կտեղադրեմ նաեւ հաջորդ մյուս վիդեոները։ Ես գիտեմ, որ դուք դպրոցներում բավականին առաջ եք անցել։ Գիտեմ նաեւ, որ հնարավոր է, որ մյուս տարվանից լինեն այլ դասագրքեր, քան ներկա դասագրքերն են։ Դա մեզ չի խանգարում։ Իմ կողմից բերված առաջադրանքները ուղղակի որպես օգնություն են ձեզ համար։ Եթե ձեզ պետք են, ձեզ օգուտ տալիս են, կարող եք օգտվել, եթե չէ, խնդրեմ նայեք YouTube-ում ցանկացած վիդեո, որը դուք կուզենաք։ Եթե նույն դասագրքի, այսինքն նույն վարություններն էլ չլինեն մյուս տարի, ապա դրանք լինելու են շատ փոքր ձևով փոփոխված, ուստի եթե դուք կարողանաք լուծել եւ հասկանալ իմ կողմից ներկայացած առաջադրանքների լուծման ընթացքը, նաեւ կատարեք նաեւ նման տեսակի ցանկացած այլ առաջադրանքներ։ Այստեղ ուղղակի հարցն անում է, որ դուք կարողանաք ինչ-որ մի նոր բան սովորել կամ ձեզ որոշ չափով օգնություն լինի։ Ցանկանում եք նայել, եթե չեք ուզում, խնդրեմ նայեք ինչ որ կուզենաք։ Այսօր համար այսքանը, շնորհակալություն դիտելու համար, կհանդիպենք մեր հաջորդ ժամին, շնորհակալություն եւ հաջողություն։